Տեսեք, օրենսդիրը երբ որ գնաց այս լուծման, այս կարգավորումը արձանցյալ է մեկ այլ կարգավորումից, որ դատարանը պարտավոր է գործը քննել եւ ավարտել 1 տարվա ընթացքում։ Խիստ բացառիկ դեպքերում +1 ռեժիմով։ Հիմա սրանք կրկնում եմ արձանցյալ իրավակարգավորումները, ապացույցները հետազոտված համարելը, մեղադրյալների նիստերին չներկանալը, սրանք հավելյալ կարգավորում են, որոնք պետք է երաշխավորեն գործը 1 տարվա ընթացքում քննելու պարտականությունը։ Պատվաստան դատան սա բեռնաթափման գործիք էր, անկեղծ ինձ համար էլ ընկալելի չէ ձեր որոշումը, թե օրինակ ինչ հիմնավորմամբ, եթե օրենսդիրը այդ հնարավորությամբ օժտել է եւ ես իմ խոսքում ընդգծեցի դուք այդտեղ հայեցողություն չունեք, բացառությամբ այն դեպքերի եւ առանձին գործողությունների մեղադրյալների մասնակցությունը պարտադիր կհամարեք։ Հիմա սա ինձ ստիպում է պատվաստան դատան, հիմա տեսեք մենք էլի ապացույց չպետք է հետազոտենք, որտեղ կարիք առաջացավ նոր միջնորդության կապված Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցի իրավաչափության պայմանների տեսանկյունից, որովհետև Ալեքսանյանը եւս ունի հենց այդ նույն խնդիրը պրոբացիա ներկայանալու, դուք պարտականություն սահմանել եք շաբաթական 2 անգամ, փետրվարի 26-ից այդ պարտականությունը, ամբողջ այս ընթացքում Ալեքսանյանը դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ եւ ներկայումս դա խոչընդոտում է իր աշխատանքին։ Արմեն Ալեքսանյանը վարորդ է աշխատում, տաքսի է վարում, տուրիստական ընկերությունների հետ է համագործակցում եւ սա անընդհատ շաբաթական 2 անգամ պրոբացիա ներկայանալ եւ ստացվում է 1 անգամ էլ շաբաթական դատական նիստի ներկայանալը խոչընդոտում է, ուստի խնդրեմ վերանայել այդ պարտականությունը այն սահմանելով ամսական 2 անգամ։ Իսկ մնացած մասով պատվաստան դատան, ես կարծում եմ, որ օրենսդիրը եւ իրավակիրառը սինխրոն պետք է գործեն, անկեղծ ինձ համար կներեք այդ բառի համար, ես չեմ ուզում սա անցալել որպես դատավարական կապրիզ, բայց օրենսդիրը սրա համար է։ Հիմա տեսեք, օրինակ դատավարության մասնակիցը վաղը հնարավոր է ուշանա, մենք պետք է սպասենք իրեն, հնարավոր է հավելյալ միջնորդություններով նիստը ծանրաբեռնի, սրանք էության մեջ ծանրաբեռնում են առանց այդ էլ ծանրաբեռնված պրոցեսը։ Ինձ մոտ տպավորություն է կներեք իհարկե դրա համար, որ դուք անում եք ամեն ինչ, որ այս գործով դատավճիռ չկայացնեք եւ ես ուրախ եմ, որ դուք դա անում եք պատվաստան դատան։ Հակառակ պարագայում ինձ համար ընկալելի չէ, եթե օրենսդիրը տվել է լուծում, որ մեղադրյալը նիստին չգա, նաեւ չլսեցինք ձեր պատճառաբանությունը, նաեւ չլսեցինք սա առանձին որոշում չի ենթադրելու, բայց ցանկալի կլներ միջնորդության լուծման հետ լսեինք նաեւ ձեր պարզաբանումը։ Ուրեմն պաշտպան Կոչուբաև, դուք փորձեք ժամանակին դատական նիստերին մասնակցել, իսկ դատարան նիստի բնականon կարգը կսահմանի եւ կապահովի, այսինքն մեղադրողների ներկայացումներն էլ, փառքասոյ դատակներն էլ դատարան ունի, ինչ վերաբերում է մեղադրյալ Ալեքսանյանի խափան միջոցի վարչական հսկողության պայմանների փոփոխման, նախաշխատանքի անցնելու հետ կապված կներկայացնեք համապատասխան տեղեկալ, որտեղ է աշխատում որ ժամից որ ժամը, դատարանը բնականաբար միանգամից քննության կառնի, ինչպես որ տեղի ունեցավ մյուս մեղադրյալի կասյանի հետ կապված, դատարանը միանգամից քննության առավ, այս պահին ներկայացվեց գրավոր ձևով, կից-փաստերով դատարանը քննության առ կդարձրեց, իսկ այն ինչ որ դատարանը բնականon ընթացքը կապահովի, դա անօք եղեք, դատարանը դատավճիռ կայացնի, թե չի կայացնի, այնց էլ անօք եղեք։ Դատարանը որոշումը կայացրել է, այս պայմանությամբ դատարանը գտնում, որ մեղադրյալները պետք է ներկա գտնվեն դատական նիստին,